Բարև ձեզ, հա, Arman Drone SP Armenian Helicopters-ի ուղղաթիռների հարթակից դրոնը թռնելու մոտավորապես 80 մետր բարձրության վրա, մաքսիմում 100։ Դուք մոտակա մի ժամում ինչ որ բան ունեք անելու։ Ու սա ճիշտ է, սենց պետք է աշխատի։ Պատրաստ ենք, կարանք սկսենք։ թվականին, չէ, 2 թվականին, հա, ես առաջի իմ դրոնը, որը սիրողական դրոն էր սովորական, հա, ու սկսեցի զուտ մեր ընտանիքի համար նկարել, ճանապարհում ենք արտասահմանում էինք ապրել, ճանապարհորդելու ընթացքում շատ էինք նկարում, դա էր հիմնական իմաստը։ Հետո իմ աշխատանքի ընթացքում շատ էր օգտագործվում, նույն Airbus-ները օգտագործում էին, ու երբ մենք որոշեցինք վերադառնալ Հայաստան, սեգմենտներից մեկը, որը մեզ համար բավականին հետաքրքիր թվաց, դա հենց Airbus-ներն էր, ու ասեմ, սիրողական թռիչքներից հետո ես որոշեցի, որ պետք է ավելի խորը ուսումնասիրեմ, ինչ որ կապված է Airbus-ների հետ, օրենսդրությունը եւ այլն, եւ ես գնացի, սովորեցի, ստացա լիցենզիա։ Իսկ ես այս պահին լիցենզավորված օդաչու եմ ԱԹՍ-ի։ Ոլորտը ես երկար տարիներ կապ եմ ունեցել արդյունաբերության հետ, արդյունաբերական բիզնեսների հետ, ու որտեղ ընթացքում, տարիների ընթացքում փորձ ձեռք բերով հասկացել եմ, որ սեգմենտը, որտեղ կարող է օգտագործվել Հայաստանում, ինքը գրեթե անսահման է։ Հա, այդ նպատակով մենք հասկանալով տեխնոլոգիային ծանոթ լինելով քիչ թե շատ, մենք որոշում կայացրեցինք, հա, որպեսզի դա լինելու մեր հիմնական գործունեությունից մեկը Հայաստանում։ Սարքը կարող է օգտագործվել, այսինքն իր հիմնական նպատակը նա է, որ ինքը կամ ռուտին պրոցեսներում է մասնակցում, կրկնվող պրոցեսներում, կամ փրկարար միսիաներում կարա օգտագործվի, կամ կարա անգամ օգտագործվի, ենթադրենք Հայաստանի կամ ապահովագրական ընկերությունների կողմից, միասնական ջանքերով, կարա լինի մի հեռակառավարման կենտրոն, ենթադրենք, կամ ոստիկանության կողմից կարող է օգտագործվել որպես ինֆորմացիա ստանալու նպատակով։ Ինքը թռիչք է կատարելու, միսիա ունի, սա նոմինալ միսիա է, ասենք ինքը թռնելու է մի տարածքում գնա նկարահանումանի, ինքը կարա տերմալ կամերայով նկարահանի եւ վերադառնալու է հետ։ Հրահանգը տրվել է հեռվից, մենք բացարձակապես ձեռք չենք տալի ոչինչի, հա։ Ինքը իր եղանակը նայել է, համոզվել է, որ եղանակը թույլ է տալիս թռիչք կատարելու, ու հիմա պետք է թռնի։ Գիտեք, ես երևի կասեմ, որ ինքը Airbus-ների զարգացումը Հայաստանում սկզբնական փուլում է, այս պահին, քանի որ բացի երևի մենք ուր չենք մտնում, հա, մենք չենք նկարահանում միջոցառումներ, բայց ժամանակ կգա միգուցե դրանով էլ կզբաղվենք, դա մեր հիմնական գործունեության իմաստը չի ասպարագայում, ու երբ որ խոսքը գնում է դիֆենսի մասին, հա, պատերազմի մասին, ռազմական ԱԹՍ-ների մասին, մենք ոչ այնտեղ ենք, ոչ այնտեղ ենք։ Մենք մեջտեղի մեծ սեգմենտում ենք, որը գրեթե ամենտեղ հնարավոր է օգտագործել։ Այսօր գիտեք, ինչ զարգացման պահ է, որ երբ որ ասում են ինչը որ աշխատում է ձեռք պիտուր որ չփչանա։ Սկզբունքը դա է, շատ հաճախորդների մոտ, երբ որ փորձում ենք ասենք, որ սա կարելի անել անվտանգ, սա կարելի անել այ կերպ, դուք մի շաբաթվա տեղը կարող եք ծախսել ընդամենը 20 րոպե եւ այլն, մարդիկ ասում են, չէ, մենք տենց արել ենք 10, 20, 30 տարի եւ մենք ուզում ենք շարունակենք նույն կերպ, հա։ Դա ժամանակի խնդիր է, ես համոզված եմ բոլոր գետե շուկաներում նույն ձևա դա զարգանում։ Ես գտնում եմ, որ Հայաստանում այսօր սկզբնական զարգացման փուլում է Airbus-ը։ Մենք փորձում ենք ԱԹՍ-ները կիրառել ցանկացած ոլորտում, շատ կարևոր է, մեր առաքելությունը տեսնում ենք կիրառել ցանկացած ոլորտում, որտեղ դա հնարավոր է։ Ինչու առաջինը, որտեղ երկրորդ արդյունաբերական օպերատոր Հայաստանում մենք չենք լսել, չենք տեսել, հա, այն իմաստով, որով մենք ենք անում։ Դա այսինքն մենք ոչ թե կենտրոնացած ենք կոնկրետ գյուղատնտեսության վրա կամ նավթ եւ գազի, էներգետիկայի, հա, մենք բոլոր սեգմենտերում ունենք սարքավորումներ, ունենք գիտելիք, ինչպես եւ ասեցի, մենք ունենք այն թվում խորհրդատուներ, որոնք մենք կարողանում ենք ճշգրիտ ինֆորմացիա տալ մեր հաճախորդներին, հա, այսինքն արդյունաբերական այդ իմաստով է։ Դա չի նշանակում, որ մենք չենք կարող, եթե ասենք դուք ունեք սեփական տուն, մենք կարող ենք գալ եւ թերմալ կամերայով
ձեզ ինֆորմացիա տանք ջերմամեկուսացման վիճակի մասին ձեր տան։ Դա չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել անհատների հետ, հա, բայց հիմնական իմաստը դա է, որ գյուղատնտեսությունը, նախագծումը եւ շինարարությունը, նավթը եւ գազը, լավ, նավթ եւ գազ, ասենք գազատարի դեպքում, հա, օրինակ կարամ ձեզ բերեմ, եթե ես չեմ սխալվում, Գազպրոմը բավականին մեծ գազահորեր ունի, ստորգետնյա, որտեղ հնարավոր չի գնալ եւ մարդը չի կարող մտնել այնտեղ։ Մենք ի վիճակի ենք դրոնով ստորգետնյա տարածքը սկանանել այնտեղ պատերի հաստությունը ուլտրազուկավոյ դատչիկներով չապել եւ այլն, հա։ Հիմնական իմաստը դրանում է դառնում է արդյունաբերությունը։ Իսկ դա է իմաստը, որ հենց արդյունաբերական։ Մատրիս 4 տենա ունի բարձրախոս, ունի մինչև 150 մետր լուսավորման հնարավորություն, ունի դիստանցիան չափելու հնարավորություն, ունի ինֆրարեդ կամերա, ունի wide TV camera, տելեկամերա, փոքր լինելով իր ֆունկցիոնալը բավականին լուրջ է, մենք սպասում ենք այն թվում 4G սլոտա լինելով, որտեղ SIM կարտը տեղադրվում, որ կարողանա ինֆորմացիան քեզ անգամ շատ հեռու տարածքից, շատ հեռու ասելով 15-20 կիլոմետրից ինֆորմացիա փոխանցի։ Չնայած մենք երբեք չենք փորձել 15-20 կիլոմետր թռնել, որտեղ դա էլի BVLOS-ի հետ կապված է, բարդ process է, որին պետք է լավ տիրապետել։ Մենք կարանք օրինակի համար թռիչք կատարենք, AI-ը օգտագործելով, տեսնենք քանի հոգի մարդ կա տարածքում։ Եթե մենք ինչ որ փրկարար միսիա է, սա անպայման տեստ է թռիչքից հետո, որ համոզված լինես, որ ամբողջ աշխատումը համակարգը, հա, մենք կարանք, եթե մարդ է, ինչ-որ միսիա է, պետք է մարդիկ, խնդրեմ, այս տարբերակ 2, սա տարբերակ 3, հա, ու սա բավականին 10%-ն է, տեսեք, սա 100% է, շատ հզոր է, հա, այսինքն հնարավոր է ենթադրենք, մենք կարանք երաշտություն անգամ, հա, դա մենք մեր զբաղմունքի համար, հա, բայց տեսեք, դասական երաշտություն կարող է, բայց սա իհարկե նպատակը դա չի։ Ոստիկանները կարող են սրանով միանշանակ, իրանք ցրելու ժամանակ։ Անպայման չի ցույց ցրելու ամբողջերի կառավարման ընթացքում, եթե ինչ-որ համեր գա, եթե ինչ-որ ուրիշ միջոցառում է, որտեղ մարդկանց մեծ ամբողջներ են, որտեղ պետք է կառավարել հրահանգնել, օրինակ, եթե պատկերացրեք, էլի խցանում է միտեղ, չէ, դրոնը կարա գա բարձրաձայնով, ասի սպասելու եք 1 ժամ,